Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երբ աղոթքին ճշմարտությանը սատարել ենք ինչ որ տրված է պատվիրանների մեջ պահել ենք հիշել, մենք ունեցել ենք հաղթանակ։ Հիմա էլ ուշ չէ, հավատացեք, երբ հեռացել ենք Աստծուց, երբ հեռացել ենք եկեղեցուց, երբ բողոքականները լսվել են Հայաստան, երբ մամոնայի համար ծախել ենք մեր, այն հավատքը, որ արձենում ենք մեկ ասում ենք առաջին քրիստոնյա պետությունն ենք, այո, արձենալու տեղ ունենք, որովհետև դրախտ է գտնվում է Հայաստանում։ Դրախտը Աստված մեր ձեռքից արավ և տվեց Սուրբին, դա Բինգյոլն է, որ մեր դիմաց է։ Բինգյոլը, որ Ավետիք Իսահակյանի երգն էր գործա, Բինգյոլը գտնվում է, հենց դրախտ է գտնվում է Բինգյոլում։ Նոյի տապանը կանգնեց Արարատ լեռի կատարին և ասում է Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն։ Նոյը խոսում էր հայոց լեզու։ Նոյի գերեզմանը գտնվում է Նախիջևանում, Նախիջևան նշանակում է Նախիջևանել, այսինքն առաջինը Նոյի իջավ Նախիջևանի տարածքը և կոչվեց Նախիջևան։ Ամբողջ մարդկությունը հայոց ազգից է առաջացել։ Լավ իմացեք, ուրեմն բավարները, գերմանացիները, իրենց նախահայրերը բավարներն են, ասում են, որ մեր նախնիները իրանց այդպես բան, իրանք են ասում, մենք չենք ասում, որ մեր նախնիները եկել են Արարատ լեռի հատվածից, մեր նախնիները հայեր են, անգլիացիները ևս ասում են, որ մեր նախնիներն եկել են ուրեմն Հայաստանից Արարատ լեռից, իսպանացիների ազգերը նույնությամբ, այսինքն մենք պարզենալու տեղ ունենք, բայց մենք մեր պատմությունը չգիտենք։ Հայաստանի ղեկավարները ասում են, թե այս գրաված տարածքները մենք օկուպացիա ենք անում։ Ինչ օկուպացիա, երբ որ 100 տարվա պետության մասին է խոսքը։ Հայոց բնորանն է, ինչքան պեղես ամբողջ գերեզմանները հայկական են, ինչքան պեղես հանկարծ դենկան ես, կտեսնեք, որ բոլոր հայեր են։ Եթե ասում են աղբանական գերեզմանները մեր պապերը այս եկեղեցիները աղբաններն են, ուրեմն ստեղծել մեր պապերը աղբաններ են։ Բայց այդ պապերը, որ աղբաններ են, աղբանական եկեղեցիները չեն քանդում, այդ բարբարոս ազգ, այսինքն ձեր պապերի եկեղեցիներն են քանդում, եթե ձեր պապերը աղբաններն են։ Այսինքն պատկերացրեք հայոց ղեկավարները չեն կարող պատմություն չգիտեն, որ կանգնեն նրանց ասել, ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը, երբ որ Հայաստանի բնորանն է, երբ որ հայոց երկիրն է, դարձավ ունեք իրար։ Երջացնելով իմ խոսքը, ուզում եմ ասել, իմ ընդդիմությանը և Հայաստանի Հանրապետության ընդդիմադիրների Գրիգոր Տաթևացին ասում է։ Շատ կարևոր է ընդդիմությունը, եթե ուզում եք երկինը զարթանա, անցյալով պետք է այդ երկրում լինի ընդդիմություն։ Եվ օրինակ է բերում ասում է ծառին ընդդիմությունը քամին է։ Ինչի համար է քամին ծառին, որպեսզի ծառը ուշեղացնի իր արժանները։ Հիմա եթե առողջ ընդդիմություն է, ես կողմնակից եմ, բայց եթե դուք Լևոն Իշտորյանի ֆիլմերն անեք, ես եմ ոչ ջարդող եմ։